այս մեր հայ ազգի 60%-ը, որ այս արարողությանը մասնակցում է, նրանք եկել են լսելու գոնե մի բառ, որ հայ եկեղեցին, անկախ ամեն ինչից որտեղի թեմն է, որ մասնակցում է ու մտահոգ է այսօր հայրենիքում եղած իրավիճակով։ Այսինքն այս քաղաքական բան չէ, այս մեր հավատացյալների հոգևոր կյանքի մասին ենք խոսում։ Այսօր դրել են ամբողջ աշխարհին իլուր, կաթողիկոսին ինչ ասես չեն ասում։ Մենք ինչի հավատացյալ ժողովրդին էս վայել այս ամեն ինչը։ Հայ ինքնության վրա երբեք չի եղել նման հարձակում։ Նույնիսկ ցեղասպանության տարիներին այսքան չի վտանգվել հայ եկեղեցին ու հայոց ինքնությունը, քան այսօր վտանգվում է դժբախտաբար օրվա թրքաբարո կառավարության կողմից։ Սա անընդունելի է։ Ես որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցվո զավակ, ով ծնվել, մեծացել, շնչել, ապրել այս եկեղեցով, ես չեմ կարող ես ընդունել։ Երբ որ իմ ազգից երկու պատվարժան արքեպիսկոպոսներ բանդարկված են ընդամենը իրականությունը, ճշմարտությունը խոսալու համար։ Երբ որ իմ ազգից սրբություն սրբող մայր աթոռը այսօր հարձակման է ենթարկվում, զինված եւ դիմակավորված հարձակման է ենթարկվում, ես չեմ կարող գիշերը քնել։ Ամեն մարդ կսիրե հայրենիքը ես մեծինը, բայց անհատապես սիրելը ուրիշ բան է, հավաքական սեր եւ հավատարմություն ցույց տալը մեկ ուրիշ մագարտակ կներկայացնի։ Մենք բոլորս մտահոգ ենք, ովս մտահոգ չեն։ Եվ ովս որ ասիգա միայն երեկվան եւ այսօրվան հարցն է խնդիրն է, սա ժամանակի վրա տարածվող այսպես ներքին լարվածություն մգա, ասվածը օգնական է, լավ, որովհետեւ միայն քրիստոնեական հավատքով, հույսով եւ սիրով եւ նաեւ համբերությամբ պիտի այս էջը դարձնենք եւ Աստված տա, որ խաղաղությունը վերականգնվի, երբ խոստությունը նաեւ արդեն կորզնականանա, որտեղ այսպես չի գտնա շարունակվել եւ պետք է հաշտություն։ Մայրաթորի հայտարարությունը անհատական հայտարարություն չէ։ Մայրաթորի հայտարարությունը Հայաստանի հետ առաքելական եկեղեցու հայտարարություն։ Այլապես պիտի լսեիք, որ Հովնան Սրբազանը համաձայն չէ այդ հայտարարության։ Այդպիսի բան չի եղել եւ չի գտնա լալ։